ու երբ որ գիրքը կարդում էի, ես միշտ մտածում էի, որ ես այն մարդն եմ, ճիշտ ասած բարի սամարացու առակը պիտի կարդամ, ու ես միշտ մտածել եմ, որ այդ բարի սամարացին ես եմ։ Չգիտեմ, դուք կարդալուց ինչ եք զգացել, բայց ես միշտ այտենց եմ իմացել, որ ես այդ բարի սամարացի մարդն եմ։ Բայց այս շաբաթվա մեջ մի բան տեղի ունեցավ, որ ես հայտնաբերեցի, ոչ թե բարի սամարացու, այդ բարի սամարացին եմ, այլ գիտեք ով եմ, այն քահանան, որը անտարբեր է անցնում։ Ու հայտնաբերեցի, որ ես այդ մարդն եմ։ Հիմա ես ինչ որ ասելու եմ, միգուցե դուք էլ կարդացել եք, մենք միշտ լավի տեղն ենք, չէ՞ մեզի դնում, մենք երբեք մեզի վատի տեղը չենք դնում։ Կներեք, ես դե մի հատ նշում եմ երը։ Ղուկաս Ղուկաս 10:30-ից եմ կարդալու։ Ուղղակի այստեղ երևի մեծացել եմ, սպիտակացնում եմ, նոր եմ կարդում, էլի։ Ասում մի մարդ Երուսաղեմից իջնում էր Երիքով, եւ ավազակների ձեռքը ընկավ։ Նրանք էլ մերկացրեցին նրան եւ խոցոտեցին նրան, կիսամա թողեցին գնացին։ Եվ դիպվածով մի քահանա էր իջնում նույն ճանապարհովը, եւ նրան տեսավ եւ անցավ։ Հիշեք ժողովուրդ այս քահանային։ Նույնպես էլ մի ղևտացի, ես կարանք այս ղևտացու տեղն էլ դնենք։ Այնտեղը հասավ, եկավ եւ տեսավ ու անցավ։ Մի սամարացի էլ, որ ճանապարհորդում էր, եկավ այնտեղ եւ նրան տեսնելով գթաց։ Եվ մոտ եկավ նրան խոցերը փաթաթեց, վրան ձեթ եւ գինի լցրեց եւ իր անասունի վրա դրած, տարավ նրան մի իջևանատուն եւ նրան հոգ տարավ։ Հետևյալ օրը, երբ որ այնտեղից դուրս էր գնում, երկու դահեկան հանեց եւ իջևանատիրոջը տվավ եւ ասաց նրան. դրան հոգ տար եւ ինչ որ ավելին ծախս անես, ես մյուս անգամ ետ դառնալիս կվճարեմ քեզ։ Մենք միշտ մեզ տեսել ենք այս սամարացու տեղը, բայց երբեք մեզ չենք դրել ղևտացու կամ քահանայի տեղը։ Ինչի համար, որովհետև դա մենք չենք։ Այս պատմությունը խի կպավ իմ սրտին, հենց այս քահանան, Սուրբ Հոգին խի խոսած իմ սրտի հետ այս քահանայի ու ղևտացիի համար։ Ես եկել էի աշխատանքից տուն, Լուսինեին էլ հետս գնացել էինք հաց ուտելու, հետո պիտի հետ դառնայինք։ Հետ դառնալու ճանապարհին ես որ պատմեմ Լուսինեն կհիշի։ Մեկը քարի վրա նստած էր։ Մեր հարևանն էր, ուրիշ մարդ չէր, որ միշտ իրար հետ շատ մոտիկ ենք եղել, հարևան մարդ էր, շտկի։ Ընկել էր ցեխերի մեջ, ձեռները ցեխոտ էր, ոտերը ցեխոտ էր, նստած էր քարի վրա։ Հարցրեցինք ինչ ա եղել, ասեց, ընկելա, հետո ենք իմացել, որ իր թիակը ջարդվել է։ Ասեց ձի էի քշում, չգիտեմ ձերին էի քշում, ստեղից լարվեցի հետևներից ընկել եմ։ Հիմա ներսից ես, Լուսինեն ասում է, իր հետ է խոսում, ավտոյի մեջից ենք խոսում։ Ասում է, արի քեզի տանենք տուն։ Իմ ներսի մարդն ասում է, ցեխոտ է ինքը, որ նստի ավտոտ կցեխոտի։ Բայց իրան չեմ ասում ես էդի։ Հետո նորից է Լուսինեն ստիպում։ Այդ մարդուն ասում է, արի գնանք տուն, ձեռքդ բարձրացրու բան, նստած ենք այ ավտոյի մեջ, ինքն էլ քարի վրա նստած է։ Իմ ներսի մարդն ասում է, որ նստավ ավտոտ կցեխոտի, թազա է ավտոտ։ Հասկանում եք ես ինչ եմ ասում։ Էսի բոլորիս հետ կարա է կատարվի։ Հիմա ես որ ասում եմ, ես բռնացնում եմ ինձ այն տեղը, որտեղ այս քահանան էր։ Ուրիշ վաղ ես մտածում էի բոլորին հասնում եմ, բոլորին օգնում եմ, ով զանգի, բայց մի փոքր դրվակ է կյանքից։ Դու հասկանում ես, որ դու այն երազած սամարացի մարդը չես, այն բարի մարդը չես։ Այս իրավիճակի մեջ դու տանուլ ես տալու։ Ու ես վերջը կարացա հասկանամ իմ ներսի մեջ, ես սա չեմ բացա հայտե։ Ոչ էլ Լուսինեն չգիտի սրա մասին, որովհետև այս կռիվը իմ մեջ է։ Այս կռիվը ոչ մեկի հետ չի, իմ եւ իմ եսի մեջ է։ Իմ եսն ասում է, որ նստի քո ավտոն կկեղտոտի, որտեղ ինքը ցեխոտ է։ Բայց դուրը բացեցի, իջա, բերեցի, դուրը բացեցի, նստավ այդ մարդը, դուրը փակեցի, տարանք այդ մարդուն իր տուն։ Բայց ես դաս քաղեցի դրանից, որ իմ սիրտը պատրաստ չէ այդ ժամանակ տենց մարդկանց օգնելու։ Կարող է այդ մարդը լիներ, օրինակ եմ ասում, հարբած ընկած,
Կարող է այդ մարդը լիներ, չգիտեմ, կարիքի մեջ։ Այդ մարդը իրոք այդ ժամանակ այդ կարիքի մեջ էր։ Մենք հետո իմացանք, որ ինքը իր թիակը ջարդել էր ընկնելու ժամանակ։ Ես բռնացրեցի, որ մենք այդ մարդը չենք։ Դրա համար, երբ որ մենք Սուրբ Աստվածաշունչը կարդում ենք կարդում ենք մեզ համար։ Մենք չենք կարդում ուրիշի համար։ Երբ որ մենք բաց ենք լինում Սուրբ Հոգու առաջ, Սուրբ Հոգին մեզ ցույց է տալի մեր բաց տեղերը, մեր փոխվելու տեղերը։ Եթե տարիներ անցնում է, մենք կարդում ենք ու ոչ մի բան չի կպնում մեր սրտի մեջ ու մեր կյանքի մեջ փոփոխություն չի գալիս, ուրեմն մենք բաց չենք Սուրբ Հոգու առաջ։ Տերը միշտ մատը դնում է այնտեղ, որտեղ փոխվելու կարիք կա։ Որտեղ կարիք կա փոխվելու։ Այո, անցնեն ժամանակներ կմտածես, որ դու փոխվելու բան չունես, բայց իրավիճակները բացահայտում են քեզ։ Իրավիճակների մեջ դու հայտնաբերում ես, որ դու այն մարդը չես, որին դու գիտեիր։ Ասում եմ, ես գիտեմ, որ ես ու մտածում եմ շատերը գիտեն ստեղ, որ ես բոլորին օգնում եմ։ Բայց իրավիճակները բացահայտեցին, որ ես կարամ չօգնեմ նաև։ Կարող եմ անտարբեր անցնել մարդու կողքով։ Կարող եմ այն ձեռքս, որ պիտի մեկնեմ իրան օգնելու, կարող եմ անցնել։ Ինչի, որովհետև նախ ժամանակ չունեմ, աշխատում եմ, չգիտեմ, այս հոգսն ունեմ, այս խնդիրն ունեմ, այս պրոբլեմն ունեմ, մեկն է, որ ասում է քյաչալը դեղ ունենա, իր գլխի դեղ կանի։ Մենք միշտ էսի խոսալու է մեր հետ, մեր անձի հետ, մեր սրտի հետ, այս սրանք միշտ խոսալու են։ Բայց ես միշտ ասում եմ, մինչև քեզի նեղություն չտաս, քո դիմացինին չես կարա լավություն անես։ Դեք շատ մարդիկ կա, որ ես ընդհանրապես էլ չեմ էլ զանգում այդ մարդկանց, որովհետև գիտեմ, երբ որ ես օգնության կարիք ունեմ, այդ մարդը չի գալու։ Թեկուզ ինքը իմ եղբայրն է, հոգևոր իմ եղբայրն է, ես իրան չեմ զանգում, որովհետև ինքը մի մահանա բռնելու է։ Կապ չունի ինքը ծառայող է, թե ծառայող չի։ Որովհետև ես հասկանում եմ, այդ մարդուն էլ պետք չի զանգել։ Որովհետև երբ որ զանգեմ, ինքը կասի կամ ես գործի եմ, կամ այստեղ եմ, կամ այնտեղ եմ։ Հասկանում եք ես ինչ նկատի ունեմ։ Բայց նույն ձևի կարամ լինեմ ես, չմեղադրեմ իմ եղբայրը։ Ես ինձ բռնացնեմ ինձ այնտեղ, որտեղ ես պակաս եմ։ Հենց այս սրա համար է, որ կարողանում ենք Աստվածաշունչը կարդալով սովորում ենք, հասկանում ենք, որ Աստվածաշունչը իմ համար է գրված։ Ոչ թե իմ եղբայր, ոչ թե իմ քվոր, այլ իմ համար, իմ փոխվելու համար, ինձ դաստիարակելու համար, սովորելու համար, որովհետև մենք պիտի Քրիստոսին ներկայացնենք։ Ես չեմ մտածում, որ Քրիստոսը անտարբեր էր, որովհետև Աստվածաշունչն ասում է, ով Քրիստոսին դիմում էր, ով Քրիստոսին կանչում էր, Քրիստոսն արձագանքում էր։ Ստեղ Աստվածաշնչում բոլոր իրոջ արածների մասին գրած չի, որովհետև երբ որ գրեին դարեր, չգիտեմ, գրքի հաստությունը ավելի շատ մեծ էր լինելու, բայց ես հավատում եմ մի բան, որ այն ժամանակ էլի կային հիվանդներ ու տենց հիվանդել մնացին, որովհետև իրանք չարձագանքեցին Հիսուսին։ Էլի կարիքավորներ կային ու տենց էլ մնացին կարիքավոր, որովհետև չարձագանքեցին Հիսուսին։ Հիմա այսօր մենք ենք, այսօր ոնց ենք արձագանքում Տիրոջը։ Սիրելի քույրս եւ եղբայրս, ես ուզում եմ սրանից մենք դաս քաղենք, սրանից սովորենք, որովհետև Աստվածաշունչը սովորացնում է մեզ։ Ես նորից եմ ասում, ինձ համար այս խոսքը կպել է ինձ, ես հավատում եմ, որ շատերը անցել եք սրա մեջով, բայց սրա մեջով անցնելով մենք պիտի դասեր քաղենք, մենք պիտի չմնանք նույնը։ Եթե ես մյուս անգամ տեսնեմ ու նորից անտարբեր լինեմ, կհասկանամ, որ այն որ ասում է խոսքը եկավ, այս ականջից մտավ, այս ականջից դուրս եկավ, այլ այդ խոսքը չմնաց իմ սրտի մեջ։ Շատ կարևոր է, որ մենք դասեր քաղենք։ Մենք ինքներս, մեր ապրած կյանքով մենք դասեր ենք քաղում։ Մենք հասկանում ենք, մենք ինչ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Սա համոզել չի, սա չգիտեմ, սա մի բան է, որ մենք գնալով պիտի նմանվենք Տիրոջը։ Մենք պիտի նմանվենք Տիրոջը։ Երբ որ մարդիկ մեր կարիքն ունեն, մենք պիտի արձագանքենք այդ կարիքին։ Ձեռքը
Սենց մի պահի երբեք ձեռքդ մեկնիր ամեն առումներով, թե ֆինանս կլինի, թե ուժ կլինի, թե կարողություն կլինի, չգիտեմ ինչ կլինի, բայց ձեռքդ փակ մի պահիր, ձեռքդ բաց պահիր, որ Տերը լցնի ու դու կարողանաս տալ։ Երբ որ քո ձեռքը փակ է, Տերը չի կարա տա։ Դու կարիքի մեջ ես, դու ուզում ես, բայց քո ձեռքը փակ է։ Ձեռքդ բաց պահի Տիրոջ համար, արձագանքողների համար։ Ես ուզում եմ, որ մենք նմանվենք Քրիստոսին եւ մեզ սա մեզ համար դաս լինի, որ մենք կարողանանք մեր կյանքերը նմանեցնենք Հիսուսին։ Դե չէ տարիներ են անցնում, մենք չենք էլ նմանվում Հիսուսին։ Դրա համար շատերն ասում են՝ ի՞նչ տարբերություն հավատացյալի ու անհավատի մեջ։ Դուք ել եք սենց ապրում, մենք էլ ենք սենց ապրում։ Դուք ել եք սենց անում, մենք էլ ենք սենց անում։ Ոչ, պիտի լինի տարբերություն։ Մեր ու աշխարհիկի մեջ պիտի լինի տարբերություն։ Մենակ փրկությունը չի, փրկություն ստացանք եւ վերջ, հավիտենություն են գնալու եւ վերջ, ոչ։ Դու կարող ասես, ես ինտելիգենտ մարդ եմ, ոնց կարող եմ մեկին օգնել, բայց թագավորների թագավորը իջավ, տերերի տերը եկավ, ցածրացավ եւ բոլորին օգնեց։ Մենք էլ պիտի տես լինենք։ Ամեն։ Ես ինչ որ ասում եմ, սիրելիս, առաջինը ինձ համար եմ ասում, որովհետև ես սրա կարիք ունեմ։ Ու եթե ես հավատում եմ, եթե ես տարիներով ասում մեջ եմ ու ես սրա կարիք ունեմ, հույս հասկանում եմ, որ եկեղեցին էլ սրա կարիք ունի։ Եկեղեցին ասելով ամեն մեկը, ամեն մի անհատը։ Հիմա դու կարաս հիշես, թե ինչքան իրավիճակներ ա եկել քո կյանքի մեջով անցել, որ դու կարայիր օգնեիր, բայց չես օգնել։ Կարայիր օգնեիր, բայց չես օգնել։ Դու հնարավորությունը ձեռիցդ բաց ես թողել։ Երբեք քո հնարավորությունը ձեռքիցդ բաց մի թող, ամեն։ Դրա համար մենք հիմա կաղոթենք, կխնդրենք Տիրոջը, որ եւս մեկ հնարավորություն տա։ Եվս մեկ հնարավորություն տա եւ իրավիճակ բերի, որպեսզի մենք մեզ հայտնաբերենք, մենք ինչ տեղում ենք գտնվում։ Բարի Սամարացու տեղում ենք գտնվում, թե քահանայի տեղում ենք գտնվում։ Եկեք կանգնենք ոտքի։ Եթե ես քո խոսքերը քո սրտին կպան, աղոթիր, որ այս խոսքերը քո սրտի համար կյանք դառնան, քեզ համար կյանք դառնան, որպեսզի դու ոչ թե լինես քահանան, այլ լինես այն Սամարացին, որը ձեռք է մեկնում ուրիշին։ Սիրելի Աստված, շնորհակալ ենք քեզանից։ Հայր, մենք օրհնում ենք քո անունը, մեծարում ու պաշտում ենք քեզ։ Այո, մենք քո զավակներն ենք, Տեր։ Եվ քո զավակները լինելով խնդրում ենք, որ մեզ դարձնես քո նման, Աստվածիմ։ Այո, մենք գիտենք, մենք ինչքան բաց տեղեր ունենք, Աստվածիմ, օգնիր, որ կարողանանք լցնենք, փոխվենք եւ քեզ նման լինենք, սիրելի Աստվածիմ։ Դու անտարբեր չանցար, Տեր։ Դու անտարբեր չանցար ոչ մեկի կողքով, Աստվածիմ։ Մեզ էլ դուր հնարավորություն եւ իրավիճակներ, որպեսզի մենք կարողանանք փորձ տեսնել մեր անձերը, որպեսզի մեր անձերը ընտիր գտնվի, Աստվածիմ։ Ուզում եմ, որ մեզ սովորացնես, Տեր։ Ուզում եմ, որ մեզ օգնես լինենք այնպիսին, ինչպիսին դու ես, Աստվածիմ։ Մենք քո օգնության կարիքը շատ ունենք եւ քո Սուրբ Հոգու զորության կարիքը շատ ունենք մեր կյանքերի մեջ, Տեր։ Եվ ուզում եմ ներողություն խնդրել, եթե ինչ որ մեկին չեմ օգնել, ինչ որ մեկին ձեռք չեմ մեկնել, Տեր, եղել եմ անտարբեր քահանայի նման, Տեր, այլ թող լինեմ այնպես, ինչպես դու ես, ինչպես Սամարացին էր, Աստվածին։ Շնորհակալ եմ քեզանից, Տեր, այս հնարավորության համար ու այս առիթի համար։ Թող քո սքանչելի անունը փառավորվի, Հայր։ Հալելույա, Տեր։